Ողջույն բարեկամներ, Բունթվի եթերում կրկին գրաքաղաքական ոդքասթն է, ես հետ ինչպես միշտ ես եմ Թագուհի Ղազարյանը, սկրականագետ եւ Հայկ Հովյանը գրող, արձակագիր, ողջույն Հայկ։ Ողջույն։ Այսօր մենք խոսելու ենք Աքսել Բակունցի մտնաձոր շարքի մասին, սակայն որպեսզի հասցնենք ժամանակի մեջ տեղավորվել եւ հանգամանալի խոսել, մի քանի պատմվածք ենք ընտրել, այդ պատմվածքներն են Ալպիական մանուշակը, մտնաձորը, մտնաձորի չարքը եւ լար մարգարը սյուժեների մասին կխոսենք հետո ընդհանուր բոլոր պատմվածքներից համատեղ կփորձենք խոսել ոչ թե Թումանյանի պես որ չհասցնենք ու կուզենայի սկզբում ասել թե ինչու եւ ինչպես ընտրեցինք այս պատմվածքները դե մտնաձորը պատկերվում է որպես մի ինքնատիպ աշխարհ փակ կամ ուրույն աշխարհ, ինչպես ասում է Բակունցը տարբեր տեքստերում, որտեղ տարիները եւ օրերը հաջորդում էին միմյանց, ինչպես ծառի տերևները, այդքան էին իրարից տարբեր, այսինքն շատ միանման եւ ամբողջական փակ համակարգ է։ Եվ մենք շարքը կարդալիս ընտրեցինք տեքստեր, որտեղ այդ համակարգի մեջ մտնում են նոր դերակատարներ եւ փորձում ենք տեսնել թե ինչպես են այդ դերակատարները ազդում մտնաձորի կյանքի վրա եւ եթե մեր տեքստերի մասին խոսելու լինենք վստահ եմ որ շատերը ծանոթ են տեքստերից շատերին շատ հայտնի տեքստեր ենք վերցրել բայց ունենք ալպիական մանուշակում արվեստագետի մուտքը այդ աշխարհ մտնաձորի չարքում կոմունիստ աղջկա գաղափարական փոփոխություն բերողի մուտքը այդ աշխարհում դա սփյուռքա փախստական արևմտահայ այո ամեն ինչ կորցրած փախստական եւ մտնաձորի չարքում ռուս զինվորական, չէ, մտնաձորում ներողություն, մտնաձորի չարքում ասյան է, մտնաձորում ռուս զինվորական պանինը, եւ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես են աշխատում այս տարբեր համակարգ, այս համակարգի հետ տարբեր մարդկանց մուտքերը։ Որ լսողների համար տրամադրությունը, հա, այս զրույցի ավելի պատկերավոր լինի, կուզեի մի հատված կարդայի, թե մտնաձորը ոնց է պատկերում Բակունցը, որ լսողն է միանգամից այդ տրամադրության մեջ լինի, ոնց որ մենք ենք։ Մտնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, միջև գարուն ոչի մարդ ոչ չի դնում անտառներում, սակայն մտնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնակին մեկնած Վարազները ժանիկով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։ Մի ուրույն աշխարհ է մտնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Մի ուրույն աշխարհ է մտնաձորը, ինձ թվում է բանալին է այս խոսակցության։ Իդեպ ալպիական մանուշակի մուտքն էլ է մոտավորապես նույն ձևի ու շատ գեղեցիկ այդ ամբողջ համակարգը ներկայացնում է, իհարկե այնտեղ նաև կան պատմական հիշողություն Բերթի ավարյակներ։ Եվ թերևս սկսենք բացել այն դիտանկյունից, որով այս ուրույն աշխարհը փորձել ենք ընթերցել։ Չգիտեմ, եթե դու ասելիք ունես, փոխանցենք միմյանց խոսքը։ Հա, ինձ թվում է մտնաձորից, հենց մտնաձոր պատմվածքից կարելի է, հա, սկսել այս աշխարհի նկարագրությունը, ինչը որ Եվ հենց Բակունցը այդ պատմվածքով էլ սկսում է։ Անդամ շարքն է կոչվում այդ անունով, համ այդ պատմվածքի ամենահայտնիներից մեկն է, թե ոչ ամենահայտնին է Բակունցի գործերից մտնաձորը ու ոնց որ ընթերցեցի այդ հատվածը, ինքը մտնաձորը այդպես մի փակ համակարգ է, հա, դիտարկում, որտեղ մարդու ոտ ասածը նաև կարանք հասկանանք օտարի ոդկը, հա, մի մարդկանց, որոնք այդ համակարգի մասնիկը չեն, այդ համակարգին չեն պատկանում։ Այդ մարդկանց մուտքը մտնաձոր, սա է լինելու մեր այսօրվա խոսակցության առանցքը։ Մտնաձոր պատմվածքում այդ օտարը, օտարականը, ով մտնաձորում է, դա պանինն է, ճիշտ է, Բակունցն ասում է, որ իր կրոնի ու ազգության մասին մենք տեղեկություն չունենք, բայց արդեն անունից ազգանունից հետո ասում է հյուսիսից է եկել ու ասում է սպայ է նստած է եղել ոնց որ այդ ամբողջ բանը բոլոր հուշումները անում է թե ինչ ազգի ներկայացուցիչ կարա լինի պանինը, հա, ունդեղ նաև տենց հղում անում որ երևի հանցագործ է որ կնոջն է սպանել դրա համար է եկել
Պանինը անտառապահ է, ասենց պատմենք, հա, պատմությունը մոտավորապես ինչի մասին է։ Պանինը անտառապահ է Մտնաձորում, շատ դաժան, որն ունի շների ոհմակ ու ցանկացած մտնաձորցի, հա, այդ տեղում ապրող մարդ, հա, կողքի գյուղերից եւ այլն, ովքեր որ փորձում են անտառում անօրինական փայտահատում անեն եւ այլն, Պանինը շատ խիստ կերպով պատժում է, բոլորը վախենում են Պանինից եւ մյուս հերոսը դա Ավին է, որսորդ, որը իր ընտանիքի հացի մի զգալի մասը հայթայթում է Մտնաձորում որս անելով։ Լավ որսորդ է, այսպեսի համարում ունի։ Ու պատմությունը այն մասին է, որ մի անգամ Ավին գնում է Մտնաձոր որս անելու, որսը չի հաջողվում, որոշում է մի շալակ փայտ տանի տուն, այդ ընթացքում Պանինը նրան բռնում է ու որպես պատիժ ոչ թե մտրակում է կամ տուգանք է նշանակում, տուգանքի առաջարկ կա, բայց աներևակայելի, կամ տուգանք վճարել, կամ մի արջ որսալ Մտնաձորից։ Ավին գնում է արջ որսալու, էլի անհաջողության է մատնվում, արջը գանգամաշկի կեսը պոկում տանում է, բայց փրկվում է, որովհետև Պանինը վերջում հասցնում է եւ արջին կրակում սպանում է։ Պատմության առանցքը սրա մասին է։ Ինչ դիտարկումներ դու ունես այս պատմվածքի հետ կապված։ Դե եթե վերադառնանք մեր կոնցեպտին, որի մասին խոսում էինք, նախ ով է այն մարդը, որ գալիս է այստեղ Մտնաձորի տարածք, հա, այդ գյուղի տարածք, այդ մարդը ըստ երևույթին կայսրության մարդն է ու նշանակված է անտառապահ, հա, գլուխ ինքնահռչակ անտառապահ չի եւ ինքը շատ իմ տպավորությամբ գաղութարարի պատմություն է։ Կներես ես մի բան էլ մեջբերում, ոչ թե մեջբերում, այլ մի բան անեմ, նշում անեմ, հաստատ թվականը նշենք այս շարքի գրված։ 27 թվականն է լույս տեսել, ստերևույթին 25-27 թվականի տեքստեր են։ Սկզբնական շրջանն է, վաղ սովետն է, որ ընթերցողն էլ մոտավորապես մտովի տեղափոխվի այդ ժամանակահատվածը ու պատկերացնի ինչպիսի բովանդակություն ուներ Մտնաձորը այդ Հայաստանի մանրակերտը, ասենք ասենք։ Ու երբ որ դու սյուժեի մասին պատմում ես, ինձ թվում է շատ բաներ ակնհայտ են։ Նախ Պանինը գալիս է ու խառնում է մի հատ հարաբերությունների, որտեղ կա շատ երկար համակեցության պատմություն։ Արջը ոչ մի անգամ ավուն կամ որսորդին չի կերել, որսորդը ոչ մի անգամ արջ չի սպանել։ Իրանք գիտեն ոնց որս անեն եւ ոնց մեղր կամ գողանան, այսինքն ոնց գործունեություն ծավալեն, որպեսզի իրար չսպանեն։ Անտառի ու մարդու հարաբերությունները վաղուց շատ բան է, հազարամյակների, ինչպես նկարագրում է Բակունցը, շատ նորմալ իրանց ապրելու համակեցության ձևը գտել են, ոնց իրար չհանդիպեն եւ իրար չվնասեն։ Երբ որ Ավին գալիս է, ինքը ոչ թե մեկին ոչնչացնում է կամ մյուսին, այսինքն ինքը ոչ թե Պանինին ներողություն, Պանինը ոչ թե ավուն սպանում է, այլ ասում է գնա կռվի արջի հետ, գնա կռվի նրա հետ, ում հետ դու հազարամյա համակեցության կանոններ ունես։ Հա, ճիշտ է, ինքը քեզնից ուժեղ է, հա, ճիշտ է, ինքը բան է, խնդրահարույց է, բայց դու իր հետ մի ձև յոլա ես գնում, ասում է, չէ, կամ դու պետք է ինձ աստղաբաշխական տուգանք տաս, որը դու չունես, կամ գնա կռվի, տենամ ոնց ես կռվում իրար հետ, ու ինքը կռվածնում է այդ աշխարհը իրար հետ։ Սա է Պանինի ֆունկցիան, ու դե բնականաբար Ավին էլ գնում է, սկսում է կռվել, դե բայց արջը մարդուց ուժեղ է եւ այլն, ու ամենատարօրինակ բանը որ տեղի է ունեն մետենա, որ ինքը թույլ չի տալիս, որ արջը սպանի ավուն, ուտի ավուն, ոչնչացնի, ինքը սպասում է այնքան ժամանակ, մինչև որ արջը ավու դեմքը եւ ձայնը, չէ, որտեվ չի խոսում պատմվածքի վերջում, դեմքը կորցնում է, բայց չի մեռնում ու փրկում է ավուն, այսինքն այս տպավորությունն է, որ ինքը բան եկավ փրկեց ավին ու ինքը ոնց որ պատմությունը այն մասին է, թե ինչպես Պանինը փրկեց ավին, միշտ իրականում, եթե sense բան անենք, էլի բան անենք, կոկիկացնենք, բայց իրականում ինքն է գցել այդ պատմության մեջ այդ մարդուն, ինքն է խախտել համակեցության կանոնները, ինքն է կռվածրել նրանց իրար հետ, եւ այդ կռվածնելով իր իշխանությունն է հաստատել փրկելով այդ թվում իր իշխանությունն է հաստատել Մտնաձորի տարածքի վրա եւ ինչա արդյունքում լինում, արդյունքում Ավին չունի դեմք, ոչ ոք չգիտի ինքը
ծերայեր, դե կորցրել է դեմքը։ Ավին չունի ձայն, խոսելու ունակություն, ինքը չի կարող պատմել այդ պատմությունը ոնց է տեղի ունեցել, որ ասի Ժողովուրդ ջան, ինձ հետ սենց բան է տեղի ունեցել, եւ մի հանգամանք եւս ավին փոխում է իր կենսագործունեության ձևը, իր տնտեսական գործունեության ձևը, ինքը դառնում է կոշկակար, ինքը այլևս չի գնում անտառ, ոչ չի անում, ինչպես վերսկզբում պատմում ասում էր, որ ավին ընտանիքի ապրուստը վաստակում է որսորդությամբ, բայց ինքը հիմա տրեխա գործում եւ չի կարող պատմել իր պատմությունը, լրացված է, դեմքը կորցրած է, բայց ողջ է։ Այսինքն նենց է անում, որ մազապուրծ փրկում է ավու կյանքը ու այդպիսով փոխում ամբողջ այդ համակեցության համակարգը տարածքում։ Սա այն է, ինչ ես ընթերցում եմ եւ նաեւ իր իշխանությունը հաստատելու եւ գաղութացնելու, հա, մտնաձորը այդ մի բան է, կայսրության ներկայացուցիչ զինվորականը գաղութացնում է այդ մեթոդներով։ Բայց արի մի հատ էլ փորձենք մյուս դիրքից նայենք, հա, Պանինի դիրքից նայենք հարցին, որտեվ ամեն դեպքում մեդալը երկու կողմ է ունենում, հա։ Պանինը տենց անարխիկ տիրան չի, հա, ինքը ունի ինչ-որ հստակ կանոններ ու կանոններ է դրել։ Այսա անել չի կարելի։ Ապօրինի փայտահատում չի կարելի անել։ Հիմա ոնց է եղել, որ այդ որոշում կայացնողն ինքն է, ինչ բաներ ունի, հա, ինքը լծակներ ունի, դա թողնում ենք մի կողմ, բայց կա ինչ-որ համակեցության նոր կանոններ, այդպես դու ասում ես, այլ կանոնները փոխի, հա։ Ահա, տես, դու ասում ես հազարամյա կանոններ, գոյություններ եւ այլն եւ այլն, այդ մտնաձորի բնակիչները որպես այդպեսին ուժ չունեն, որպեսի կարողանան Պանինի դրած կանոնները փոխեն, ասեն, չէ, մենք 1000 տարի սենց ենք ապրել, այս սենց ենք ապրելու, այսինքն դա չեն կարող ասեն Պանինին, որովհետեւ վախենում են Պանինից, Պանինն է թելադրողը, բայց նաև փորձում են անընդհատ տենց շրջանցեն դա։ Ոնց է լինում, որ ավին որոշում է, որ պետք է փայտ գողանա, հա, փայտ տանի։ Ասում է, այ ինքը գիտեր, որ Պանինը այդ հիվանդ էր, չէր գալու։ Ասում է, այ քանի հիվանդ է, ես էլ չեմ կարողացել որս անեմ։ Արի մի շալակ փայտ տանեմ։ Այսինքն ինքը գիտի համակեցության նոր կանոնները, բայց փորձում է, ասենք ասած, ման շուստրություն անի, հա, ասում է հա, բայց իրականում ինքը գիտի, որ դրա բանը պատիժը մտրակելն է, ոչ թե արչի հետ կռվել։ Դե բայց ամեն դեպքում այնտեղ ասում է, չէ, այնքան շներին Պանինը այդ փայտահատների հետևից քշում էր այնքան, միջև այդ մարդը հազիվ մազապուրծ էր լինում։ Այսինքն ինչ-տեղ բանել կա, հա, օրենքը իրենք գիտեն, որ կա։ Այդ օրենքը չեն ընդունում, որտեվ ուզում են դա խախտած լինեն, բայց ոչ էլ այդքան ուժ ու բան ունեն, որ կարողանան այդ օրենքը փոխեն։ Այսինքն Պանինի դրած օրենքը իրենք չեն կարող փոխեն, բայց նաև այդքան կամք ու բան չեն ցուցաբերում, որ այդ օրենքը պահեն։ Այսինքն այդ մի շալակ ցախը իր կյանքը չէր փոխելու, հա։ Այսինքն նշ չէր, որ դրանից հետո այդ մի ցախը տան. Հա, բայց մյուս կողմից նայեք, այդ ցախը եթե հաջողվեր, հա, իրան, ինքը չտապալեր իր միսիան, այդ մի ցախ, այդ մի շալակ ցախը որ տաներ, ու դրանից հետո իր կյանքը չէր փոխվելու։ Այսինքն ինքը մտնում է մի հատ ռիսկի տակ, որը արդարացված չէր։ Այսինքն ինքը շնահալած լինելու վտանգի տակ անում է մի հատ փոքր գործողություն, որը որ կարար չաներ։ Ինքը այդ մի շալակ փայտ ուրիշ տեղից էլ կարար ճարեր։ Բայց ինչ ասում է, այսօր անհաջողություն ես ունեցա, որս չարեցի։ Արի գոնե մի բան էլ տենց ձեռի հետ տանեմ, այդ ձեռի հետ անելը իր վրա այդպես մեծ գին է ունենում։ Այսինքն այս մյուս կողմից էլ պիտի հարցին նայել, հա, կա համակեցության նոր կանոն, լավ է, վատ է, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Փոխեք։ Եթե չեք կարող փոխեք, ուրեմն պետք է խաղաք այդ խաղի կանոնները, որտեղ խաղի կանոն թելադրողը Պանինն է։ Ու մի հետաքրքիր տեղ դրվագել կա, այդ որ ուղարկում է արչի հետ կռվելու, հա, այնտեղ ասում է Պանինը որսած կենթանու միս ընդհանրապես չէր ուտում։ Այսինքն ինքը այդ անտառի բանից չէր օգտվում։ Այսինքն գյուղացիները հա գնում որս էին անում, ինչ որ վարազ էին սպանում, էս էին անում, ինչ որ նապաստակի բան, բայց ինքը ոչ մի որսի միս չէր ուտում։ Դա էլ է հետաքրքիր, որ ինքը իր համար այդ կանոնն ունի։ Ու ինձ այդ մյուս դիտանկյունն էլ է հետաքրքիր, եթե դու գիտես, որ կա նոր համակեցության կանոն, այ ինչ պետք է անես դրա հետ։
Այսինքն դու որպես մարդ, որպես հասարակություն, հա, այդ գյուղացիները որպես մարդ եւ որպես արջ ինչ պետք է անեք ոնց պիտի հարաբերվես դրան։ Կա նոր կանոն, որը որ շատ խիստ մարդն է թելադրում, հա, շատ խիստ պանին է, պատժում է դաժանաբար, այ դու ոնց ես դրան հարաբերվում դրա հետ։ Ինչ են անում մտնաձորցիները, փորձում են մանր շուստրությամբ դա շրջանցեն ու բարբերաբար պատժվում են։ Ստեղ էլի հետաքրքիր բան չեմ անում, մեկնաբանություն չեմ տալի կամ ինչ որ բան, բայց դա կարևոր պահ է։ Քո կարծիքով ինչ պետք է անեն։ Իմ կարծիքով երկու տարբերակ կամ պիտի փոխես այդ համակեցության կանոնը, կամ պիտի ենթարկվես այդ համակեցության կանոնին։ Ընդհանուր առմամբ ճիշտ ես ասում, բայց իրանք չեն փորձում ենթարկվել, այսինքն չեն հարաբերվում դրան փոխելն է։ Հա, կամ պիտի դու մտածես ոնց դա մենք ենք մեր արջերը, ոնց որ բանը, չէ, մաթեմատիկայի իրական գնալ Պանինի հետ պայմանավորվել, Պանինին կաշառք տալ, գյուղով գնալ համոզել, որ այ մի շալակ ցախ բերելը ոչ ինչ որ մի բան պետք է գտնել, բայց իրանք մաղարի չանել, մի բան անել, բայց իրանք դա չեն անում։ Իրանք փորձում են ոչ էլ այդքան բան ունեն, որ կանգնեն ասեն մենք 1000 տարի սենց ենք ապրել ու սենց էլ ապրելու ենք։ Իրանք դա էլ չեն կարող անել։ Իրականում այդ բանի ուշ սովետի շրջանում մեծ ագայթակղությունը գնալ այդ կողմ ու պատմել թե ոնց է Մաթեոսյան սկսում աշխատել այդ իրողությունների հետ ուշ սովետի շրջանում, դե բան է էլի, ամեն համակարգը այլևս այդքան բան չի, դաժան չի, ինչքան Պանինը, որտեղ ավելի բան է։ Չենք ավելի, եթե ժամանակակից բառերով ասեմ, կոռումպացված է ու իրան տենց ոնց որ այդ լճացման տարիների մեջ այդ փակ համակարգերի դիմադրությունը լրիվ ուրիշ ձև է, էլի մենք ենք մեր սարերի արջի եւ այլնի մեջ, որտեղ հա այդ խնդիրը կա իրականում, հենց որ նայում ես այդ բանի գրականության շրջան, լավ գրականությունը սովետի շրջանում, ինքը անդադ այդ զարգացման հետ զարգացման, փոփոխության, համակեցության կանոնների փոփոխության եւ այլնի հետ բան է անում, կռիվ տալու պատմություն է, ու այդ պատմություններից մեկը բանն է, նաև մտնաձորի չարքն է, որտեղ բանը գալիս է գաղափարախոսությունը, այս աշխարհը, նույն մտնաձորի աշխարհ։ Գներես այդտեղ նաև այդ մի բանն էլ կար էլի, այս մտնաձորով ոնց որ մի հատ ավարտենք, հա, ոնց որ իրանց փակ կղզիացած աշխարհը Պանինի միջոցով շփվում էր ավելի մեծ համակարգի հետ ու այս պատմությունն են մասն որ իրանք չէին կարող այդ հարաբերությունը չէին կարողանում գտնել։ Ոչ կարող էին ապրեին այնպես ոնց որ 1000 տարի ապրել են, ոչ էլ կարողանում էին համակերպվեն այդ մեծի հետ հարաբերվելու հետ, ուտեղ խնդիր կա։ Հա, որովհետև իրական Պանինը գալիս է իրականներով ու ինքը ոնց որ չել ոնց որ հոգ տանում էլի, որտեղ ուրիշ կանոններ են եղել, ուրիշ բան ա եղել, պետք է այս մարդկանց հետ մի հատ հասկանալ իրանք ոնց են ապրել, իրա խնդիրը իշխանություն հաստատելու իրա ձևը բանը անելն է, կոնֆլիկտ ստեղծելն է այստեղ ու երբ որ դու բան ես անում ըմբռնումով ես մոտենում հա մյուս կողմից ես նայ սա մի պատմություն է թե ոնց է ինքը հաջողացնում այդ կոնֆլիկտի վրա հաստատել իր գերիշխանությունը այլևս ոչ ոք իր ասածների բանին չեր դիմադրի քո ասած կընդուներ կանոնները չէ այն բանից հետո ինչ տեղի ունեցավ մի քանի ցախ կողանալ փորձող ավու հետ եւ սա ոչ թե բան է համակեցության կանոնները նոր կանոնները բացատրելու փորձը այլ ցույց տալու թե ոնց է դաժանաբար պատժվում են մարդով, որ իր թելադրած կանոններ կխախտի, դուք այլևս կոպիտ ասած բնության մի մասը չեք, ես եմ բնության տերը, ես եմ որոշում ստեղից փայտ կտանեք, թե չեք տանի այդ ձեր հազարամյա սովորույթները մի կողմ դրեք։ Իշխանություն ունեցողը տենց է, իշխանություն ունեցողը տենց է։ Այն մյուս կողմը պետք է լուծումները գտնի, ոնց այդ փակ շղթայից դուրս գա։ Այ հարցը դրա մեջ է, հույս դնել նրա վրա, որ Պանինը լինելու է այդքան բարի, բարյացկամ, մտածող, հոգտանող, դա չի կարելի դրա վրա հույս դնել։ Այդ մտնաձորի հանրույթը պետք է մտածի ոնց դրա հետ հարաբերվի։ Ըստ երևույթին հարաբերվում է նրանով, որ դառնում է, եթե հավաքական կերպարի մեջ նայենք, դառնում է կոշկակար։ Այսինքն իր տնտեսական գործունեության ձևն է փոխում ու այլ որսորդ չի, այլ փայտահա չի, այլ չգիտեմ, այդ անտառի բարիկների վրա չի կառուցում իր տնտեսությունը, այլ տրեղ կարելով։ Եվ այստեղ այդ բանը կա էլի, այդ հանգուցալուծումը կոպիտ ասած, ոնց է այդ օտարը, որը եկել է այս աշխարհ ու
ինքը իշխանություն ունեցող տարա ի տարբերություն են մնացած օտարների, որոնց մասին կխոսենք, ինքը բան է անում էլի, այս աշխարհի տնտեսական գործունեության ձևն է արդյունքում փոխում, ասում է գնացեք տրեղ կարեք մոտավորապես, ոնց որ այդ միրհավներին հանգիստ թողեք, եւ դա տեղի է ունենում, որտեվ ինքը տենց է որոշել եւ ինքը ունի իշխանություն։ Անցնենք առաջ եւ քանի որ բաներ այդ խոսում էի մտնաձորի չարքի մասին, արդեն սկսելի խոսել, այստեղ գաղափարախոսությունն է նոր գալիս, բայց կնոջ տեսքով, այսինքն եթե այնտեղ ունենք իշխանություն, բան կայսրության ներկայացուցիչ ունենք բան էլի, հա, նաև այդ կանեմ, այստեղ կոմունիստ կին է գալիս, նստած են ինչ-որ բանի վրա, կտուրի վրա, տղամարդիկ գյուղի իսկ ես հայ է այդ կինը, թե հայ չի։ Հայ է։ Իմ տպավորությամբ, այսինքն ես տենց բան չունեմ, ազգության հարց չեմ դրել, բայց հաղորդակցվելու բանից, այդ մշակույթից զգում եմ, որ բան են էլի, իրանք բան են, կոմունիստ է ինքը կարևոր է, կոմունիստը նաև ազգություն չունի, զգում եմ, որ իրանք նույն լեզվով են էլի խոսում, բայց կտուրին նստած են տղամարդիկ, պատմություն են պատմում, գյուղի ամենատարեց մարդը պատմում է իրանց բանի պատմում, իր ու մտնաձորի չարքի պատմությունը, որը երբեք չի ավարտվում, այդ երբեկը, որ ասում է Բաքունցը, հասկանալի է դառնում, որ դա ծես է, ամեն օր հավաքվում են, ամեն օր այդ պատմությունը պատմում են, ամեն օր ցրվում են տներով, ու գալիս է այդ կինը, որպեսզի կանանց շրջանում, կանանց ազատագրման մասին կոմունիստական բան կարդա, էլի արշավ սկսի գաղափարական, որին մասնակցում է նաև Սաքանի կինը, Սաքանը այն տղամարդկանցից մեկն է, որ կտուրին նստած է եւ իջնում է հուշում է ճանապարհը Ասիային, Ասիան մտնաձորի չարքն է, այսպես ասած, ու Ասիայի կոմունիստ կնոջը։ Ու այդ կնոջը որ տեսնում է զգում է որ իր մեջ ինչ որ բան է փոխվում, հետո երեկոյան գնում է տուն, արդեն այդ կինը գալիս է գիշերելու իրանց տանը, ինքը զգում է որ շատ երկար այդ բանի կոവിഡ് հորթ ունենալու պատմություն չպատմեմ, զգում է որ իր կինը սկսում է իր աչքին տկեղանալ, իր կնոջից սկսում է վատ հոտ առնել, իր կինը սկսում է այլևս այդքան գեղեցիկ ու դուրեկան չլինել եւ նույնիսկ երբ որ Ասիան հեռանում է վերադառնալու խոստումով հաջորդ օրը ինքը զգում է որ ինչ որ բան անդառնալիորեն փոխվել է իր կյանքում, որովհետեւ ինքը տեսել է Ասիայի պես կնոջ։ Հիմա վերադառնանք բանին էլի իր ներխուժման էս աշխարհ ինչ դիտարկումներ ունես։ Ես մի երկու հատված էի տեղին sense այս պատմվածքը ինձ այս 4-ից ամենաշատը sense ենթադրում էի sense ասած, որտեղ sense մեջը հետաքրքիր բաներ կար էլի։ Այդ որ տանիքին նստած տղամարդկանցով խոսում են, երբ որ տեսնում են այդ կինը ձիավոր գալիս է, ինչ որ մի տղամարդու հետ, հա, այդ բաժանվում են տղամարդը գնում է այն մյուս գյուղը, ուտեղ այն այդ իրար հետ խոսում ասում են, այս երկուսը որ sense ձիով եկել են, այսքան sense սրանք իրար ինչ են։ Սրանք իրար հետ ինչեր արած կլինեն, ու հետո երբ որ ինքը վերհիշում, ասես մի հատ բան կա էլի տեղ հնարավոր է ինչ որ բան եղած լիներ իրանց մեջ, ջահել են, առանց այդ չի, այլև կհնարեր, կերևա կայեր այդ բանի պատմությունը եւ կտուրի վրա նստած մարդկանց կպատմեր նույն երանդով, ինչպես Ալևորը մտնաձորի մոռացված չարքի մասին։ Տենց բան կա, չէ, հիմիկվա խոսույթ ասենք, մեմ ասենք, որ տղամարդիկ ամենաշատ սուտը խոսում են ինչ որ որսի համար, հա, եւ տենց ինչ որ կանանց հետ հարաբերությունների մասին են, ու ինձ տենց շատ բան արեց, էլի, որ այդ փաստորեն 100 տարի առաջ էլի այդ բանը կար, հա, որ այդ Ալևորը տենց պատմում է իր հերոսությունը մտնաձորում, որ չարքը ոնց է չարքից ինքը փախել եւ այլն, ու Սաքանն էլ ասում է, այ եթե նույնիսկ իրանց մեջ այդ երկու զույգի մեջ ոչ մի բան եղած չլիներ, արժեր դա հորինել ու դրա մասին պատմել։ Այսինքն այդ տենց այդ սերական արկածների մասին, տենց ինձ բան արեց, էլի, այդ որ 100 տարի անցել է, բայց այդ մոտիվը տենց շարունակում է, հա, գնալ փոխում է, էլի, բան, Ասիայի գալը, ոնց որ ինքը այդ նույն բաները չեն հնարի բանի, էլի, գյուղի կանանց մասին, այդտեղ բանն է ինձ, այդ Ասիայի գործոնն է շատ բանանում, էլի,
հետաքրքրում ոնց են փչացած եվրոպացիներին էլի հալսի ինքը դե գաղափարախոսություն ապեր ինքը ասում է ոնց որ ամուսնացած չի հասուն աղջիկա ու ամուսնացած չի այս բանի Սաքանի մայրս այն զարմանում ասում այսինքն ոնց հասուն աղջիկա ու ամուսնացած չի ես ինչ տարօրինակ բան է կատարում էլի այս այդ Սաքանի մոր հետ կապված մի հետաքրքիր բայել կար ասում երբ որ Սաքանի կինը քաշվելով գլուխը մի քիչ կախ սկեսորին բացատրում էր եւ աչքի տակով նայում Ասիային, ասես ուզում էր հարցնի, թե ճիշտ է սերտել դասը, այն ինչ որ պատմում էր, հա, գաղափարախոսության մասին։ Ասիան ներքին հրճվանքով էր նայում նրան։ Սկեսուրն էլ էր հարցին նայում։ Նա եւ ուրախ էր, որ հարցը կուսակցության մարդ չի, եւ կասկածոտ, թե չլինի վերջը ժողովներում շատ բան սովորի ու միտքը փոխի։ Այդ երեք կանանց հարաբերություններ շատ սորոսական, հա։ Այդ առումով ինքը բան է, էլի, դες միշտ որ մտածում ես 100 տարի առաջ մարդիկ ինչ ձև են մտածել, միշտ թվում է թե շատ հեռու է, էլի 100 տարին ու տենց ինչ որ մենակ AI չի եղել ինձ թվում է մնացածը։ Բայց որ տենց կարդում ես այդ բակունցի բաները նկատածները ինչքան նման է, էլի, ասենք ոնց է սկեսուրը մտածում է, այս հարցը կողա շատ բան սովորի, մեկ էլ ինչ որ միտքը ուրիշ կողմ գնա, կամ այն երկու տղամարդը ոնց են սկսում ինչ պատմություններ հնարել կանանց մասին, որսի մասին, շատ տենց անցնում է, էլի, այդ 100 տարին գալի հասնում է մեզ ու մի հետաքրքիր դրվագ էլ այնտեղ կար շատ այն բարձի պատմությունը, երբ որ Սաքանի կինը Սաքանի բարձն է տված լինում Ասիային ու երբ որ նա հեռանում է այդ բարձը նորից ինքը գնում գլուխը դնում է այդ Ասիայի հոտը առնում է ու տենց շատ ավելի տենց կրքով տենց թեքվում է կնոջ կողմը ու կինը տենց ասում է տենց կինը զարմացավ թե ներեց ասում է մտքում իր երեկվա վատ պահը կարտնացավ իր ամուսնու մոտ ու տենց զգում ես որ ինքը այդ օծանելիքի հոտի տակ արդեն իր կնոջ փոխարեն իր մտքի մեջ պատկերացնում է Ասիային, հա, ու էդ էլ տենց շատ տենց հետաքրքիր դրվագ էր ու վերջը ոնց է, հա, ավարտում պատմվածքը երբ որ տենց Ասիան ձիով հեռանում է ինքը տենց էլի կտուրից նայում է ու տենց երազ է, հա, տեսնում, հա, երազ է տեսնում որ այդ չարքը ոնց որ Ասիան է, հա, որ անընդհատ հետևից գա ինքը փախնում է ու բան է անում։ Չի կարող բռնի, Ասիան պատմածի ծաղում է, փախչում է ինքը հետևից գնում է եւ այդպես շարունակ։ Արդեն բակունցի կեսագրությանն է գալիս այդ կոմունիստ կինը, հա, այդ կոմունիստական գաղափարախոսությունը վերջի վերջո հասնում է բակունցի հետևից։ Այսինքն հակառակը չարքն է։ Վերջի վերջո, հա, չարքը էտել ասենք մենք միշտ այդ բռնաճնշումների ամենահայտնի մտավորական զոհը միշտ չարենցով ենք, հա, ոնց որ այդ մեծ տերորը իդենտիֆիկացնում, բայց պետք է չմոռանանք, որ Բակունցն էլ էր այդ մեծ տերորի զոհերից մեկը, էլի միշտ չարենցին ենք ոնց որ պատկերացնում այդ ամենաբան էլի ամենացավալի զոհերից մեկը, որտեղ Բակունցը ակնհայտորեն ոնց որ նոր էր բացում չարենցի իր այդ ամբողջ։ Որ ասում ենք 37 թիվ պատկերացնում ենք միշտ չարենցին, բայց Բակունցն էլ է այդ գնդակահարվել է Բակունցի դեպ, եթե չարենցի մասին գիտենք, որ ինքը հիվանդանոցում մահացել է վերսիաներից ամենահայտնին է տավարկածներից, Բակունցի մասին ակնհայտ գիտենք էլի այդ բան։ Չարքը հասավ Բակունցի հետևից դա էլ էր էլի հետաքրքիր զգալ ինքը ոնց է խոսում ու պատմում այդ նոր գաղափարախոսության նոր շունչի այդ կնոջ տեսքով, հա, այդ նոր բանի մասին, որը գալի մտնում է մտնաձոր իրանց աշխարհը ու թվում է թե տենց ինչ որ դրական փոփոխություններ ա բերում ինքը տենց իր կնոջ հանդեպ, հա, նոր կիրք ա արտնացնում եւ այլն, բայց էդի որ համադրում ես իր կյանքի ավարտի հետ շատ տենց տրագիկ բան է, էլի դառնում այդ մտնաձոր մտած օտարը վերջի վերջո ոչնչացնում է, էլի իրանց։ Մի քանի բան ասեմ, տենց բանով մի քիչ սխեմատիկ կարող է հնչեն ինչ որ ասում եմ, այս որ գալիս է Ասիան, այդ որ ասում եմ, երբեք չէր վերջանում այդ բանը, երբեք չէին իմանում վերջին ինչ եղավ այդ պատմությունը, ակնհայտորեն չէ ծիսական բան է, որ ասում եմ տարիները այստեղ միևնույն ծառի տարբեր տերևներ էին, սա այն մյուս պատմվածքի չէ, բայց ոնց որ նույն բանն էլ տեղի հավերժական ինչ որ ծեսի մաս լինում, Ասիան գալիս է ամենաառաջի բան որ տեղի ունեն պատմությունը ընդհատվում է, այսինքն այդ ժամանակի ձևն է փոխվում
ինքը տես միանգամից դառնում է գծային ժամանակ, նոր իրադարձություն, ժամանակը սկսում է ոչ թե ցիկլիկ ծիսական լինել, այսինքն ինչ որ փոխվում է։ Ինքը ամեն ինչ է փոխում, էլի, ինքը տպավորությունն է թե եկել է կանանց քարոզ ասի, որ կանանց գաղափարները փոխի, բայց գաղափարների մասին ոչ մի խոսք։ Այսինքն կանանց վրա իր գաղափարախոսություն չի ազդել, ոչ նանին է հասկացել, ոչ սականիկին է ու ինքը օքեյ մի հատ կին եկավ, մի հատ ինչ որ հետաքրքիր բաներ ասած կես հասկացանք, ես չէ թողեց գնանք ինչ որ բան, բայց ինքը այդ աշխարհի ձևն է, աշխարհի ժամանակային ձևն է, ընդཐུպ փոխում էլ ինքը դառնում է լրիվ ուրիշ բան, սականի կյանքի իրադարձություններ, այսինքն ինքը այդ փոփոխությունը բերում է ոչ թե իր գաղափարներով, չնայած գաղափարախոսությունն է եկել ճառելու բան պատմելու, այլ իր մարմնով այդ փոփոխությունը բերում ու այդ փոփոխությունը բերում է ոչ թե կանանց կյանքում, այլ տղամարդկանց կյանքում։ Ինքը շատ հետաքրքիր բան է ստացել, էլի բակունցը դրանից, որ այդ զարգացումը, առաջադիմությունը, որը իբրև թե հիմնված այդ քաղաքի գաղափարախոսական շերտի մոտ կա, ինքը ավելի շատ ինչ որ ֆիզիոլոգիական բան է, որը կարա փոխի կամ քանդի, չգիտեմ, դու ինչ ես մտածում, փոխեց այս աշխարհը, թե քանդեց այս աշխարհը, բայց ժամանակի ձևը փլուզում է հաստատել այդ որ ինչ որ հազարամյա բան է էլի փոխվում, այնտեղ ինչ որ նոր բան է տեղի ունենում ու ինքը ընդհանրապես գաղափարը կնոջ տեսքով է գալիս, բայց ինքը ընդհանրապես գաղափարական ոչ մի բան չի անում, ոչ մի աշխատանք չի անում, տեղը շատ հետաքրքիր է ստեղծել բակոնսը։ Իսկ քեզ Ասիան այդ գիտակցումը ունի թե ինքը ուր է մտել։ Օրինակ այդ Պանինի դեպքում հստակ կա այդ գիտակցումը, ինքը գիտի ուր է մտել։ Չգիտի։ Ու սենց իր բանը փոխում է, հա, ինքը գիտակցելով է դա անում։ Ասիան չգիտի։ Իսկ Ասիան չգիտի։ Եկել է կանանց էմանսիպացիայի օրակարգով հեռանում է բան էլի, այդ տղամարդկանց աշխարհը փլուզած բանով էլի, փոփոխած լինելով։ Այդ նույն ինձ էլ է թվում, որ ինքը չգիտի ու այդ նույն չիմացությունը նաև տենց կարմիր թելով անցնում է ալպիական մանուշակով։ Հա, այդ նկարիչը ընդհանրապես ոչ մի բան չի։ Նկարիչը երկու բառով սյուժեն ասենք, հա, Կաքաբաբերդի, բայց այստեղ հետաքրքիրն է, թե Կաքաբաբերդ ասելով նկատի ունի այն ինչ որ Խոսրովի արգելոցում է, ու մտնաձորում չի, այդ մասին հետաքրքիր է, թե ինքը բան է, այտենց այդ աշխարհը ինքը ֆիզիկական չի։ Այսինքն երբ որ անունները համընկնում են, չեն համընկնում, ես իրան գեղարվեստական եմ տեսնում։ Բայց մտնաձորի իրական տեղանունն է, բայց այդ ամբողջ շարքի պատմությունները, որոնք ինչ որ տարածք են նկարագրում, իրանք ոնց որ ինքը ֆիզիկական չի, ինքը հավաքած է ինչ որ բաներից, էլի տարբեր իր գիտելիքի մեջ եղած բանից, դրա գեղարվեստական տարածք է։ Դե վերջը հնագետը եւ նկարիչը այ Կաքաբաբերդում ինչ որ հետազոտություններ են անում, բաներ են գտնում, ուրախանում են, հա, տենց այդ ժամանակակից աշխարհի ներկայացուցիչներ են, որոնք եկել շատ նման է այդ նկարիչի Ասիային, շատ նման է, էլի, եկել հետազոտում են այդ աշխարհը եւ տենց ընտրելու են գնում մոտակա գյուղերից մեկը, մի կնոջ են մոտենում, խնդրում են իրանց թե հյուրասիրի, իրանք էլ շաքար ունեն եւ այլն, մի խոսքով էսպիսի մի բանա մոտիվա ու այդ կնոջ կերպարը այդ նկարիչի մոտ ինչ որ ասոցիացիա է առաջացնում իր անցյալի կանանցից մեկի հետ, ու ինքը դրանից շատ տպավորված մի պահ տենց իր այդ ալբոմի մեջ այդ կնոջը նկարում է, որը որ նկատում է այդ կնոջ փոքր տղան եւ երբ որ այդ հնձորը հայրը երբ որ այդ նկարիչ եւ հնագետն արդեն թողում հեռանում են, այդ հնձորը հետ է գալիս տուն, տես մի քիչ զայրացած, մրտնած, հա, եւ այլն, ու այդ երեխան տես գնում պատմում է, որ այ մեր տունը հյուրեր էին եկել եւ այլն, այդ հյուրերից մեկը մոր նկարն է նկարել թղթի վրա, դե բնականաբար դա խանդ է առաջացնում հնձորի մոտ, որը որ տես մահակով հարվածում է կնոջը, որը տես դուրս է գալիս լացելով հա երեխան հետը ու պատմությունը սրա մասին է, բայց ստեղ էլ այդ նկարիչը չգիտակցում ինքը ուր է մտել, որ այդտեղ չի կարելի կնոջը էսթետիկա էկո էսթետիզացմամբ մտնել չի կարելի այդտեղ այդ կնոջը վտանգի տակ դնել, որովհետև դա ուրիշ աշխարհ է, պիտի հասկանալ այդ աշխարհի օրենքները, համակեցության կանոնները ու չի կարելի խախտում անել վտանգելով այդ մարդկանց, որովհետև դու հետո թողելու ես գնաս, այդ մարդը մնալու է մենակ,
այդ ամբողջ խնդիրների հետ։ Ու այդ զուգահեռը իմիջիալոտ մեր ժամանակներում էլ հա շատ կա տենց բաներ կան չէ տենց թեկուզ այդ փոքրամասնություններին օրինակ ինչ որ համարձակության կոչեր անող որ պետք չի թաքնվել հա բայց իրանք դա ասում գնում են կամ ասում են ու վերջ բայց այդ մարդը ով որ ռիսկանի այդ գիծը խախտի ինքը վերջը մենակ է մնալու ստեղ այդ խնդրեմը կա հա երբ որ մտնում ենք ինչ որ մի հատ համակարգի մեջ ու բան չենք անում չենք հասկանում այդ համակեցության կանոնը ինչ է այդ մարդուն վտանգի տակ ենք դնում որովհետև դու թողելու ես գնաս կամ չես կարելու այդ կանոնը փոխես բայց այդ մարդը կրելու է այդ ռիսկերը ոնց որ այդ նկարիչը չէր հասկանում այդ կանոններն ինչ է անում է քայլ ոչ էլ կարող են փոխել հա իրան չի հետաքրքրում նույնիսկ չի իմանում այդ մասին չէ փորձում փոխի կանոնը որպես այդ մարդուն այդ վտանգից ձերբազատի ու մարդուն դնում է վտանգի մեջ Էդ էլ մեդալի էս մյուս կողմն է, հա, եթե դու մտնում ես փակ համակարգ ու ինչ որ բան ես այնտեղ գործողություն ես անում, պիտի այդ գիտակցում ունենաս, որ բա քեզնից հետո ինչ է լինելու, քեզ կարող է դա չկպնի, քեզնից հետո ծաղրել խաղում է վերջում հետո տանում է, ու այդ բանը իր էսթետիկայով է գալիս, այն մեկը գաղափարախոսությամբ, այս մեկը էսթետիկայով, բայց ես ուզում եմ, քանի որ վերջին ենք մոտեմ, այնուամենայնիվ փորձենք լարմարքայից էլ խոսենք, ինչի եմ ես այս մեկը ուզում անպայման այս պատմության, այս ոնց որ խոսակցության ընթացքում խոսել իր մասին, որովհետև սա միակ կերպարն է, որը ինտեգրվում է այս միջավայրին, որ դառնում է ամբողջությամբ այդ միջավայրի մասը, ջրվորը, ջուր բաժանողը, ինքը պոստմանյան կայսրության ջարդերից փախած մի փախստական է, որը թորնիկի հետ է եկել որդուն ու կնոջի ճանապարհին կորցրել է, տարիքով մարդը ակնհայտորեն որ թոր ունի եւ այդտեղ իրան բանա ջուր բաժանող է դառնում, հա, այդ գյուղում եւ ամբողջությամբ ինտեգրվում է, ինձ հետաքրքիր կլինի լսել քո բանը, ընթերցման ձևը այս պատմությունից, բայց նաեւ ուզում եմ ասել, որ ինձ թվում է իր բանը շանսը, որ ինքը կարող է այդ աշխարհը չքանդի, այդ աշխարհը չփլուզի, այլ դառնա այդ աշխարհի մի մասը եւ լինի ամբողջությամբ բան էլի, ոնց որ այդ աշխարհի ներդաշնակ մեկը նրանից է, որ ինքը ոչ գնալու տեղ ունի, ոչ վերադարձի վայր ունի, ոչ ուրիշ հենարան ունի, ասենք գաղափարախոսական, հա, պարտիան է իր հենարանը, ոչ ուրիշ աշխատանք ունի, այս աշխարհը իրան ավելի շատ տալու բան ունի Իրան տալիս են անուն, լարմարքար, իրան տալիս են տուն, իրան տալիս են հող, որ ծիրանենի թոքի, ծիրանենի երիտենքի աշխատանք, դեր, սոցիալական դեր, թորան համար կրթություն ու ինքը ոնց որ բանն է էլի այս պատմության մեջ ամենա խոցելին է, ամենախեղճն է, զոհն է ու իր համար փրկություն է այս աշխարհը Դրա համար է կարողանում այդքան լավ ինտեգրվի, սա իմ վարկածն է այս պատմության մասին։ Գիտես, այդ որ իմ զգացողության մասին ասեմ, հա, ես որ կարդում եմ այս պատմությունը, ինձ անընդհատ այդ հարաբերությունը, հա, Արևմտահայաստանցու, որը ջարդերից եկել հասել էր Արևելյան Հայաստան, շատ այդ իրանց հարաբերությունները էլի շատ նման էր այսօրվա մեր հարաբերություններին այ սփյուռքահայերի հետ, հա, հատկապես մերձավոր արևելքից եկած։ Տենց ինչ որ այդ խոսալու ոճը, մի ձև ինչ որ ինքնել, չէ, անընդհատ ինչ որ արդարության մասին է խոսում, մի կռվեք, մի գողացեք, սենց ինչ որ սենց ուղերձներ է հղում, հա, անընդհատ փորձում են այդ ջուրը իրարից գողանում ինքը տենց հա, տենց արդար բան է Արդար սփյուռքահայ, հա, մենք էլ այտենց ինչ որ ընկալում ունենք, որ այդ սփյուռքահայերի այտենց մի զգալի մաս ինչ որ շատ ավելի արդար են, շատ ավելի հայրենասեր են, չգիտեմ, գողացող չեն, էս չեն, այն չեն, այդ սովետական բեռը չեն կրում, կոռուպցիան եւ այլն, ու այդ գիծը ինձ անընդհատ այտենց հետապնդում էր, որ ինչ նմանություն կա, հա, այսօրվա մեր հարաբերությունների ու այդ Այդ ժամանակվա հարաբերությունների գյուղի իրան կուլ է տալիս տարբերություն Պանինի, Ասիայի նկարիչի հնագետի եւ այլն։ Դե մենք էլ սփյուռքահայերին կուլ տալիս էլի։ Դրա բանը, չէ, իսկ սփյուռքահայերին շատ բարդ է կուլ տալը, սփյուռքահայերը ավելի դոմինանտ են, քան լարմարքարը իր ինքնությամբ ոնց որ երևում է այստեղ, որտեվ ինքը շատ խոցելի է, էլի գյուղը իր համար ապաստան է, գյուղը իրան շատ բան ունի տալու, ի տարբերություն այն մյուսների։
որոնք եկել էին բան իրանք ունեցած գյուղին տալու եւ հետեւաբար այնտեղ կարան ինչ ուզեն քանդեն այս մարդը ունի տալու միայն ինչպես ասում է իր ծիրանի կորիզները եւ թորրիկին բայց ավելի շատ վերցնելու բան ունի ու ինձ թվում է դա է պատճառը որ ինքը բանը անում էլի չի քանդում ոչ մի բան չնայած այդ բանի լեզուներն են տարբեր հասկացվածությանը չնայած մշակույթի ինչ որ որոշակի հերավորությանը բայց ինքը ավելի բան է այս տարբերությունն եմ էլի ուզում տեսնենք ոնց են տարբեր մարդիկ գալիս այդ տարածք եւ ոնց են փոխում կամ փոխվում այդ տարածքի ազդեցության տակ կարողանում են փոխել չեն կարողանում փոխել ինչ են անում դե եթե ավարտին ենք մոտենում ես կուզեի ոնց սկսեցինք մտնաձորի մասին տողով ուզեի ավարտենք նաև տողով ալպիական մանուշակից որը տենց անձամբ ես տենց շատ եմ այս հատվածը սիրում տենց զուտ էսթետիկ առումով հա ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշաճկը ճոճք է թվում աշխարհը ծիրանագույն Բուրաստան ինչ միշտ շատ հետաքրքիր է թվացել որ մանուշակը ոչ թե մանուշակագույն է այլ ծիրանագույն չէ ես գիներին չեմ բայց սենց շատ էսթետիկ հա էսթետիկ բան կա այդ տողի մեջ ուզեմ որ հենց այս տողով էլ ավարտենք այս թողարկումը շնորհակալություն հայ միշտ շնորհ հանդիպում